Առաջին անգամ Հայաստանում եւ առաջին անգամ վերջին 120 տարվա մեջ հրատարակվել է Եկմալյանի պատարագը ամբողջությամբ ու բոլոր դետալներով։ Առաքելական եկեղեցու գլխավոր ծեսի այս ակադեմիական հրատարակությունը հոգևոր աշխարհում բացառիկ իրադարձություն է։ Կոմպոզիտորի բացառիկ աշխատանքը վերահրատարակվում է Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած մշակութային վերածնունդ հիմնադրամը, որի նպատակն է ստեղծել մշակութային կենտրոն, հավաքել մշակութային ժառանգությունը, թվայնացնել ու պահպանել։ Ինչպես ու ինչ ջանքերով լույս տեսավ Եկմալյանի պատարագը, ներկայացնում է Մանու Իրիցյանը։ Մի քանի րոպե ու խմբավարն իր երաժիշտներին երկար սպասված անակնկալը ցույց կտա։ Մակար Եկմալյանի Սուրբ պատարագն է նոր հրատարակությամբ, նոտաներով, տառադարձությամբ ու ծանոթագրությամբ։ Ու սկսվում է աստվածային երաժշտությունը, կամերային երգչախումբն առաջին անգամ Սուրբը կատարում է ոչ թե նոտաների տետրից, այլ նոր հրատարակված գրքից։ Մայստրո Թոփիկյանը գիրքը ձեռքից բաց չի թողնում, երկար էին սպասել։ Միայն Եկմալյանի մոտ է, որ յուրաքանչյուր տոնի համար կա համապատասխան պատշաճ շարականը։ Եկմալյանի պատարագը նման շքեղ հրատարակությամբ մեկ էլ լույս էր տեսել 1896-ին, ոչ Հայաստանում, Լայպցիգում։ Դա առաջինն ու մինչև այս պահը միակ ամբողջական հրատարակությունն էր։ Գրքերի ծանր կապոցով հասնում են Էջմիածին, մշակութային վերածնունդ հիմնադրամը հրատարակությունը նախ ներկայացնում է Մայրաթոռում։ Երբ դեռ միայն գրքի գաղափարը կար, խնդրեցին կաթողիկոսի ու Մայրաթոռի օրհնությունը։ Վերջապես երկար երկունքից հետո փառավոր շատ յուրահատուկ իրենց միշտ ճաշակով ձևավորումներ են։ Նաթան Սրբազանն աչքը կտրել հրատարակությունից չի կարողանում։ Հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս ակադեմիական հրատարակությունը հոգևոր աշխարհում բացառիկ իրադարձություն է։ Տարբեր տեսակ հրատարակություններ եղել են արտասահմանում այս տարիների ընթացքում, որ կորձացվել է եկեղեցիներում եւ դրանք շատ զուտ եկեղեցում կորձացության հրատարակություններ են եղել, երբեմն նույնիսկ խմբագրական կարիքներ ունենալով, բայց նման ակադեմիական լուրջ աշխատված, նայված, որպեսզի ոչ մի սպրտում չլինի։ Ամեն ինչ սկսվեց 2013-ին, երբ ստեղծվեց մշակութային վերածնունդ հիմնադրամը։ Հիմնադրամ ստեղծելու ու մշակութային ժառանգությունը հավաքելու, թվայնացնելու ու պահպանելու գաղափարը Արթուր Ջանիբեկյանինն էր։ Երաժիշտների ու մասնագետների թիմը նախ հավաքեց ժողովրդական, աշուղական եւ հոգեվոր երաժշտության ձեռագիր ու նոտագիր տարբերակները, ձայնագրեց, հետո նաեւ թվայնացրեց։ Հայերեն ժողովրդական, հոգեվոր ու աշուղական հարյուրավոր ստեղծագործություններ այսօր արդեն Armenian Music.am հասցեում են լսելու ու ներբեռնելու համար։ 100 տարի անց հրատարակվեց նաեւ Կոմիտասի 1000 ու մի խաղ ժողովրդական երգերի ընտրանին։ Որոշեցինք անցնել հայ հոգեվոր կարևորագույն մատյանների տպագրմանը եւ որոշվեց հրատարակել Մակար Եկմալյանի Սուրբ պատարագը, որը գրված է ներկայացված է գրքում եռաձայն արական, քառաձայն արական եւ քառաձայն խառը երգչախմբային կազմերի համար։ 120 տարի անց Եկմալյանի պատարագն ունի նոր ժամանակակից ու նույնիսկ ավելի հաստափոր հրատարակություն։ Սա հենց այդ Գևորգ IV կաթողիկոսի ժամանակ բանավոր ուրեմն գրառածն է, որ պահպանվել է, այնտեղից Եկմալյանը իհարկե վերանայել է, ինչ որ բան ասենք կարող է մաքրած լինի, չէ որ նաև մտել էին ավելորդ երևեջներ, որ Կոմիտասը նույնպես մաքրում էր, արևելյան, ուրեմն նույնիսկ կլկլոցներից երբեմն։ Մշակութային վերածնունդ հիմնադրամի խորհրդատու երաժշտագետ Արթուր Շահնազարյանն արդեն 1000-րդ անգամ է թերթում Եկմալյանի պատարագը։ Գրքի հրատարակությունը երաժշտական ու հոգևոր իրադարձություն է, բայց այն ունի նաև շատ կիրառական, ամենօրյա նշանակություն, հատկապես Սփյուռքի ու օտարների համար։ Սա ունի տրանսլիտերացիա, այսինքն տառադարձություն, հայերեն բառերը եվրոպական տառերով նույնպես գրված է։ Արյամքով եւ նույնը գրված է արյամքով եվրոպական լատինատառ։ Մինչ
մասնագետները քննարկում են, թե որքան շատ ուներ երաժշտական աշխարհն այս հրատարակության կարիքը, երաժիշտները հենց գրքից կատարում են Սուրբ Պատարագը։ Մանուիլիցյան, Ալբերտ Գալստյան, Նարեկ Գալստյան, Post Factum։